Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Բարի լույս հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, մենք այսօր այցելել ենք ֆուդբլոգեր Հեղինե Բաբայանին, ով առաջարկում է յուրաքանչյուր օրվա ուտեստի հարցը լուծել իր էջին հետևելով։ Տեսնենք, թե այսօր ինչ է նա մեզ համար պատրաստելու։ Բարև ձեզ Հեղինե։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, կարծած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք։ Ինչպես եք, օրը ինչպես է սկսվել, տրամադրությունը ինչպես է։ Շնորհակալություն, լավ։ Հասցրել եք արդեն ձեզ հետևող մարդկանց համար նոր ճաշացանկ առաջարկել, թե ոչ։ Դեռ ոչ, բայց նկարած ունեմ։ Ունեք նկարած, պետք է հրապարակեք, այսինքն, հասկացա։ Խնդրում եմ պատմեք, թե ինչով եք հիմա զբաղվում բացի ֆուդբլոգինգից եւ ինչով եք զբաղվել մինչեւ ֆուդբլոգինգը։ Այս ընթացքում զբաղվում եմ միայն ֆուդբլոգով, մինչ այդ զբաղվել եմ, աշխատել եմ ավելի շուտ անձնագրային բաժնում, մեր Աբովյան քաղաքում, բավականին երկար 9 տարի աշխատել եմ, հետո դրանից հետո սովորել եմ խոհարարական ակադեմիայում, որից հետո շարունակել եմ ֆուդբլոգը, բայց մեծ ցանկություն ունեմ, որ ռեստորան բացեմ։ Ես վստահ եմ, որ ձեր ցանկությունը կդառնա իրականություն օրերից մի օր, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է ինչպես թողեցիք աշխատանքը, որովհետև շատ տարբեր ոլորտներ են իրարից, թե անձնագրային բաժնում աշխատելը, թե ֆուդբլոգը։ Դե այդ ընթացքում ցուցակներ տվեցին անձնագրային բաժանմունքներին եւ աշխատանքների քանակը շատ երկար էր, որը երեխաների հետ դժվար էր համատեղել, այդ պատճառով դուրս եկա աշխատանքից։ Չեք կարոտում երբեք ձեր նախկին աշխատանքը։ Կարոտում եմ, որովհետև պետական համակարգում էր ամեն դեպքում, բայց դե ընտանիքը ավելի կարևոր էր։ Ինչպես սկսեցին վերաբերվել ընտանիքի անդամները բլոգ վարելուն։ Դե քանի որ տեսնում էին ամեն օր շատ եմ սիրում պատրաստել ու բոլորը գովում էին, բոլորը անհամբեր սպասում էին հաջորդ հետաքրքիր համեղ բաղադրատոմսին, որոշեցի փորձել ու լավ ստացվեց, արձագանքները այնպիսին էին, որ բոլորն ասում են շարունակիր, այդպես սկսեցի շարունակել։ Մոտ 2 տարի է արդեն վարում եք, չէ՞, ձեր էջը։ Այո, 2 տարի է վարում եմ էջս, շատ հաճախակի տեղադրում եմ բաղադրատոմսեր, այնպես որ 900-ից ավելի հրապարակում ունեք, չէ՞, եթե չեմ սխալվում։ Որտեղից եք գտնում այդքան շատ բաղադրատոմսեր։ Ես հասկացա, որ իմ լսարանը հիմնականում սիրում է հայկական ուտեստներ եւ կենտրոնացա այդ ուտեստների վրա եւ ընդհանուր համացանցից YouTube-ից տարբեր տեղեր եւ շեշտը, բայց հիմնականը մեր հայկականը։ Այդ ամենը նաև պատրաստում եք հյուրերի համար, ովքեր պետք է ենթադրենք երեկոյան այցելեն ձեզ, թե հյուրերի համար կա հստակ ճաշացանկ, հստակ հայկական սեղան։ Չէ, ամեն անգամ տարբեր բաներ եմ պատրաստում, հյուրերը երբեք նույնը չեն տեսնի իմ խոհանոցում, փորձում եմ հետաքրքիր ինչ-որ մատուցման ձևով, հետաքրքիր համային փոփոխություններով ինչ-որ բան մատուցել։ Ընտանիքի ամենասիրելի ուտեստը որն է, որ ենթադրենք մամ, այս ինչ բանը սարքի կամ Հեղինե, այս ինչ բանը սարքի, դա տոլման է։ Տոլման։ Առանձնահատուկ ինչ-որ բաղադրատոմս կա։ Չէ, առանձնահատուկ այդպես բաղադրատոմս չկա, ուղղակի հիմնականը սերկևիլի ընթացքում սերկևիլի շերտեր եմ դնում կամ սալորով այդպես։
ջրով։ Ձեր ընտանիքի անդամները ովքեր են։ Իմ ընտանիքի անդամներն են ես, ամուսինս, տղաս եւ աղջիկս։ Իսկ արմատները որտեղից են գալիս։ Արմատները այստեղից են, Կոտայքի մարզից են։ Հենց Աբովյան քաղաքում եք Ես Աբովյան, մեծացել։ այո, ես Աբովյանում եմ մեծացել, իսկ ամուսինս Չարենցավանից։ Կոտայքը ամեն դեպքում Այո։ դուրս չեկավ իր սահմաններից, ընտանիքը կազմեցիք հենց Կոտայքի մարզում։ Լավ, խոսենք այսօրվա մասին։ Այսօր մեզ համար ինչ եք պատրաստելու։ Այսօր ձեզ համար կպատրաստեմ կերուսուս, շատ Շատ համեղ։ ենք խոսում։ Հա։ Շատ ենք խոսում, որպեսզի ուտենք եւ լռենք։ Կերուսուսը հենց այդպես անվանվում է, կերուսուս, ինքը կծու լինելու համար է կոչվում կերուսուս։ Հետո նախատեսել եմ պատրաստենք հավի կրծքամսով շատ համեղ աղցան, իմ էջում շատ սիրված աղցան է, եւ բրուսկետա, կապրեզե մատուցմամբ, այդպես։ Եղին է ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում է լինելու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Մի փոքր մեր մասին, իսկ հիմա անդրադառնանք կրկին այսօրվան։ Մենք գնումներ ունենք կատարելու։ Այո, Պետք է գնանք խանութ։ այո։ Առաջարկում եմ դադարեցնենք նկարահանումը, գնանք գնումներ կատարելու եւ վերադառնանք արդեն անցնելով պատրաստման ընթացքին, հասկանանք ուտելու ենք եւ լռելու ենք, թե ուտելու ենք եւ շատախոսելու ենք։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Եղին է դուք հաղորդման սկզբում նշեցիք, որ ծնվել եւ մեծացել եք Աբովյան քաղաքում, մենք այս պահին գտնվում ենք Աբովյան քաղաքում։ Ինչպես նշել էինք, եւ սա ուզում եմ հասկանալ, ձեր ձեռք բերած բնակարանն է, թե ինչ որ հայրական բնակարան է, որտեղ տեղափոխվել եք Ոչ, սա ամուսնու։ ձեռք բերած բնակարան է, ամուսնուս հետ ենք ձեռք բերել։ Եվ որքան ժամանակ է որ այստեղ եք ապրում։ Արդեն 10 տարի, մոտ 10 տարի։ 10 տարի ապրում եք այս շենքում, ինչպիսին են հարաբերությունները հարևանների հետ։ Կան Նորմալ։ հարևանների հետ հարաբերություններ, թե ուղղակի բարև, բարի լույս։ Բարև, բարի լույս։ Շնորհակալություն, ցտեսություն։ Հասկացա։ Գնումներ ունենք կատարելու եւ ժամանակն է, որպեսզի տեղափոխվենք արդեն մեքենայի մեջ, բայց գնում ենք մեր մեքենայով, թե գնում ենք ձեր մեքենայով, որովհետեւ դուք իհարկե կադրից դուրս նշեցիք, որ ունեք մեքենա։ Այո, գնանք ձեր մեքենայով, ավելի հարմար կլինի։ Ինչու լարվում եք վարելուց եւ Մի նկարահանվելուց։ քիչ կլարվեմ, այո։ Խնդրում եմ, եկեք հենց այս պահին վերջ տանք ամբողջ լարվածությանը եւ անցնենք արդեն ավելի թեթև նկարահանումներին։ Շատ լավ։ Գնացինք։ Խնդրեմ, համեցեք, Շնորհակալություն։ խնդրեմ։ Դուք ել կհամենաք։ Ինձ անդադար ուղեկցում է այն միտքը, որ դուք ցանկանում եք ունենալ ռեստորան կամ սրճարան։ Դա կլինի Երևանում, թե Աբովյանում, թե Չարենցավանում։ Չէ, դա կլինի Աբովյան քաղաքում։ Ահա, որովհետև ձեզ այստեղ ամեն բան արդեն հարազատ է եւ նոր ինտեգրվելու կարիք չկա։ Եվ դա եւ այն փաստը, որ Աբովյան քաղաքում այդքան շատ հետաքրքիր սրճարաններ չկան, իսկ եթե ես դա իրագործեմ, կլինի հաստատ ինչ որ հետաքրքիր, ինչ որ մտքով։ Ապրելու նպատակով Երևան տեղափոխվելու ցանկություն չունեք։ Երբեք չեմ ցանկացել։ Երեխաներն էլ չունեն այդպիսի Չէ, ցանկություն։ մենք Աբովյանում շատ լավ ենք մեզ զգում։ Սովորում են նրանք Այո, տղաս սովորում է դպրոցում, ինստիտուտում, պետական համալսարանում։ եւ նա նույնպես չունի ցանկություն, ամեն առավոտ խցանումներով անցնում է եւ դա իրեն չի մտահոգում։ Այո, անգամ նա երկրում չէր, հենց այդ կարոտից հետ վերադարձավ Հայաստան։ Որտեղ էր նա գտնվում, եթե գաղտնիք չէ։ Սլովակիայում էր։ Ուսումնառության նպատակով։ Այո, Մասնագիտությամբ։ սերվիս բաժինն է համալսարանի։ Ահա։ Այդպես եկավ նորից կշարունակի համալսարանը։ Դուստրը ինչով է զբաղվում։ Դուստրը 12 տարեկան է, դպրոց է հաճախում, այդպես սիրում է գիտարով զբաղվել։ Ահա։ Ինչով կցանկանաք, որ նա շարունակի իր ուղին, որպես ծնող վստահաբար դուք ձեր մտքում ունեք որևէ տեսլական ապագայի հետ կապված։ Այո, ես այն ծնողներից եմ սակայն, որ կթողնեմ իրենց հայեցողության, ինչքան էլ ես ցանկանամ, մեկ է իրենք պետք է աշխատեն, իրենք կայանան, դրա համար այն զբաղվում է իմ աղջիկը միշտ այն զբաղմունքներով, որը ինքը շատ սիրում է։ 8 տարի պարով է զբաղվել, հետո եկավ մի ժամանակ, որ հրաժարվեց, ես դեմ չեղա, չնայած շատ կուզենայի, որ հաճախեր նորից։ Այդպես։
Հեղինե, հաղորդման այս հատվածում մենք մշտապես մեր հյուրերին տալիս ենք այս հարցը եւ դուք բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը ավելի լավը դառնար։ Ինչը կփոխեի։ Կփորձեի մարդկանց մեջ ավելի բարություն մտցնել, չգիտեմ ինչ գործոններով, բայց ահա որ շատ հիասթափեցնում է մարդու անտարբերությունը։ Կփորձեի դա շտկել։ Օրինակ, առօրյայում ինչ խնդիրների եք հանգում, որ հասկանում եք այդտեղ բարություն եթե լիներ, հարցը այլ կերպ կընթանար։ Դե կյանքի բերումով կյանքը հիմա բոլոր տեղ է դժվարացել, միգուցե դրանից է, որ խնդիրներն ավելի շատ են, հոգսաշատ են մարդիկ։ Չգիտեմ, ինչ որ քայլեր, բայց կփորձեի ամեն դեպքում անել։ Որպեսզի բարությունը ել ավելի շատանար եւ մարդիկ անտարբեր չլինեին, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Մի հարց կնշեք, որը ձեզ ամենաշատն է հունից հանում, երբ մարդիկ անտարբեր են լինում։ Դե հասարակ, եթե մեր օրերում անգամ կանանց չզիջելը դառնում է տարածված երևույթ։ Դա կլինի մեքենա վարելուց, դա կլինի ցանկացած գնումներ կատարելուց, տղամարդիկ ինչ որ սկսել են շատ շտապել, որը նկատելի է ու տհաճ է։ Հասկացա։ Մենք արդեն հասանք խանութին, որտեղից որ պետք է գնումներ կատարենք, այնպես որ հաջորդ հանդիպումը կլինի արդեն խանութի դիմաց։ Եղավ։ Շնորհակալություն։ Հեղինե, հասանք գնումներ կատարելու փուլին։ Ինչից ենք սկսում եւ ինչ է անհրաժեշտ։ Անհրաժեշտ է եգիպտացորեն, թթուվարում, տավարի միս։ Հիմա միասին կնայենք, որն էլ չենք հիշում, կհիշենք ընթացքում։ Շատ լավ։ Ձեր տան գնումները, ինչպես հասկանում եմ, դուք եք կատարում։ Եթե խոշոր գնումներ են ամուսնուս հետ, ընտանեկան այդպես մեծ պահանջարկի համար ամուսնուս հետ, բայց առօրյան ես։ Բծախնդիր եք մթերք ընտրելիս։ Այո։ Ինչին եք հատկապես ուշադրություն դարձնում։ Ենթադրենք միսը գնելուց։ Ինչին եք նայում ամենաշատը։ Որակին բնականաբար։ Կարողանում եք տարբերել լավ միսը վատ մսից անձեն աչքով։ Բացի դա էլ արդեն ծանոթ են աշխատողները, իրանք լավ միս են տալիս ինձ։ Հասկացա։ Գնացինք եւ ասացիք ինչ է անհրաժեշտ եգիպտացորեն։ Եգիպտացորեն, թթուվարունգ, տոմատի մածուկ։ Ահա։ Այդպես։ Խնդրում եմ մեզ ասացեք որ ուղղությամբ գանք, որովհետեւ մենք առաջին անգամ ենք։ Ահա, շնորհակալություն։ Ձեզ ընտանիքի անդամները օգնում են ձեր նկարահանումների ժամանակ։ Ենթադրենք այս կադրը այս կողմից դնել, այն կադրը այն կողմից դնել։ Տղաս էր մի ժամանակ օգնում, բայց հիմա բոլորը ես եմ մոնտաժում։ Նկարահանման ընթացքը նույնպես դուք եք կառավարում։ Մի րոպե։ Այո, բոլորը ես եմ անում։ Հասկացա։ Եգիպտացորեն։ Պարզվեց անհրաժեշտ է նաև ոլոր։ Ոլոր։ Եգիպտացորեն եմ բայց ուզում, հես է։ Եգիպտացորեն նույնպես անհրաժեշտ է, ահա։ Այո։ Ես կարող եմ ձեզ օգնել։ Չէ, շնորհակալություն։ Շատ լավ, ինչպես կկամենաք։ Մնաց թթուվարունգ, տոմատ եւ միս։ Այո։ Ինձ ամենաշատը հետաքրքրում է միսը ինչպես եք ընտրելու։ Չնայած ասացիք, որ աշխատակիցները ձեզ օգնում են եւ լավ մթերք են առաջարկում։ Ուղղակի փափուկ տավարի միս եմ ընտրելու։ Ահա։ Այստեղ սա ենք ընտրում։ Բարձր։ Գնանք միսն էլ վերցնենք։ Գնացինք, մեզ ուղեկցեք, խնդրում եմ։ Ճիշտ ուղղությամբ ենք գնում։ Այո։ Ահա, շատ լավ է։ Դե հանդիպենք արդեն մսի բաժնում։ Եղավ։ Հաստորեն մթերքի համար առանձին, մսի համար առանձին պետք է վճարենք, մենք դա չգիտեինք։ Առանձին։ Եվ Հեղինե, մեր գնումների ընդհանուր գումարը կազմում է 2750 դրամ եւ առաջարկում եմ մենք վճարենք ձեր փոխարեն։ Քանի որ դուք մեր հյուրն եք, մենք վճարենք։ Քանի որ մենք շատ միանգամից համաձայնում ենք, հետեւաբար, այո, դուք ճիշտ եք։ Մենք ձեր հյուրն ենք։ Դե հանդիպենք մսի բաժնում, ինչպես նախորդիվ էինք խոստացել։ Շատ լավ։ Հասանք մսին եւ որքան է անհրաժեշտ մեզ ու ինչ միս։ Փապկամիս։ Փապկամիս է մեզ անհրաժեշտ այն։ Մոտավոր ինչ քանակի։ Դե քանի որ քիչ ենք անձները 4 հոգու համար կիլոյի չափ միս։ 1 կիլոգրամ, շատ բարի։ Ձեզ գոհացնում է մսի այս տարբերակը, Այո։ որը որ առաջարկեցիք։ Այո։ Այո։
Վերջ, մեր գնումները ավարտվեցին։ Այո, Պետք է ասեմ, որ ակցիան դեռ շարունակվում է եւ ես եւս մեկ անգամ առաջարկում եմ, որ մենք վճարենք ձեր փոխարեն։ շնորհակալություն, ես կվճարեմ։ Շնորհակալություն, մենք կհամաձայնենք, բայց ամեն դեպքում լսենք, թե որքան է արժեքը։ Որքան կազմեց։ 4720 դրամ։ Մենք ձեզ ասում ենք շնորհակալություն Հեղինե եւ հանդիպում արդեն ձեր խոհանոցում։ Շատ լավ։ Հեղինե, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Շատ ճիշտ է, սիրով նվիրում ենք, վստահ եմ այն ձեզ շատ է պետք գալու ձեր գործունեության ընթացքում։ Սիրով։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադան մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Հեղինե, սուրճի սիրահար եք։ Այո, Ուրեմն սիրով ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1 քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ շնորհակալություն, անպայման սիրով կօգտվեմ։ Հեղինե, հասանք խոհանոց Այո։ եւ սկսում ենք կերուսուսից, ինչպես հասկանում եմ, որի համար մեզ անհրաժեշտ է տավարի միս, Ավարի միս, թթու վարունգ, եգիպտացորեն, ոլոր, բանջարեղեն։ եգիպտացորենը աղցանինն է, ոլոր, Ահա։ միսը, կծու պղպեղը, ընթացքում բոլորը ցույց կտանք։ Շատ լավ։ Ինչից ենք սկսում, մսից։ Տավարի միսը պետք է ձողիկների կտրենք, ըստ այս բաղադրատոմսում բոլորը ձողիկներով են կտրատում։ Հիմա սկսենք մսից։ Շատ լավ։ Ձեր տեսանյութերում հիմնական մասում ձեզ չենք տեսնում։ Այո։ Կարելի ասել առհասարակ չենք տեսնում, չնայած վերջին շրջանում կարծես թե ակտիվացել էիք։ Փորձում եմ։ Ինչով է պայմանավորված, որ չեք ցանկանում Երևան։ Ուղղակի չի ստացվում։ Այսինքն, Այսինքն լարվում եմ կադրում այդպես Երևալուց։ Ինձ համար ավելի հեշտ է այդպես պատրաստել առանց կամերային նայելու կամ չգիտեմ, չի ստացվում, բայց փորձում եմ ամեն դեպքում հասկանում եմ, որ դա անհրաժեշտություն է։ բայց մարդիկ, ովքեր որ պետք է ցանկանան ձեզ հետ համագործակցել, ենթադրենք գովազդային մասով, պետք է իմանան, թե ով է իրենց դեմքը։ Այո, իհարկե։ Այդ դեպքում հարցը ինչպես է լուծվում։ Այդ դեպքում երևում եմ կադրում։ Հասկացա։ Նման դեպքերում երևում եմ։ Աշխատանքի այլ ոլորտը կապ ունի ըստ ձեզ նրա հետ, որ չեք ցանկանում Երևալ, որովհետև բավականին երկար ժամանակ այլ գործով եք զբաղվել ու դա հանրային հնչեղություն չի ունեցել։ Չէ, երևի ավելի շատ բնավորության հարց է։ Ընդհանրապես չեմ սիրում առհասարակ ինչ որ տեղերում Երևալ, սկսենք այդտեղից, բայց մեր գործում, բլոգում ինձ թվում է դա անհրաժեշտ է։ Հետաքրքիր է, որ չեք սիրում Երևալ, բայց ընտրել եք բլոգերի մասնագիտությունը։ Դա ինչպես է ստացվում, ինչպես է համադրվում ի վերջո։ Դե, չգիտեմ, այսպես։ Շփումներ ունեք այլ բլոգերների հետ։ Այո, շփվում ենք, լինում են միջոցառումներ, հրավերներ եմ ստանում, այդպես այդ շրջանակներում շփվում ենք։
Ես ճիշտ գիտեմ, որ միսը պետք է հյուսվածքների ուղղությամբ կամ հակառակ ուղղությամբ ինչ որ կերպ միսը կտրելու ճիշտ ձև կա։ Ճիշտ գիտեմ, թե ոչ։ Հյուսվածքների ուղղությամբ։ Հյուսվածքների ուղղությամբ։ Պետք է միսը կտրատենք, Հետո տապակենք, որից հետո բուլղարական պղպեղն ենք տապակում ու մնացած բաղադրիչները լցնում ենք վրան եւ եփում։ Այսինքն կտրատելուց բացի նոր գործողություն չենք ունենալու։ Ոչ, այս ընթացքը ոչ։ Լավ։ Դադարեցնենք նկարահանումը, հանդիպենք արդեն այն ժամանակ, երբ միսը կտրատված կլինի։ Եղավ։ Բարի։ Միսը այս պահին եփման ընթացքում է գտնվում, պետք է տապակել թե շոգեխաշել։ Պետք է տապակել, լավ տապակում ենք։ Հիմա կտրատում ենք բուլղարական պղպեղը։ Միսը տապակելուց հետո պետք է հանենք, նույն տապակի մեջ սոխն ենք տապակելու։ Հետո արդեն մնացած բաղադրիչները ցույց կտանք ոնց ենք անում։ Շատ լավ։ Ես վստահ եմ, որ ուսումնառության ընթացքում եղել են բազմաթիվ գաղտնիքներ, որոնք բացահայտվել են ձեզ համար կապված սննդի հետ։ Որովհետև կարող է լինել տպավորություն, որ մենք գիտենք ամեն բան սննդի պատրաստման հետ կապված, բայց պարզվի, որ ոչ այնքան։ Այո։ Կպատմեք այն դեպքերը, որոնք ձեզ համար եղել են բացահայտում, որ պարզվում է այսինչ բանը պետք է այլ կերպ անել։ Օրինակ պահպանման ժամկետներն էին շատ հետաքրքիր, օրինակի համար կարող եմ ասել, որ երբ որ մենք ձուն խանութից գնում ենք, ինքը սուրճ ծայրը ներքևով է, դա հենց այնպես չի արված, իր ճիշտ պահպանման ձևը այդպես է, այնտեղ թաղանթը պետք է չվնասվի, որպեսզի ինքը իր ժամկետը ճիշտ պահպանի ու ինձ համար այդ ժամանակ շատ հետաքրքիր էր նման օրինակները, որ մենք շատ բաներ չգիտենք, երբ որ սովորում էինք, արդեն այդ բացահայտումները հետաքրքիր էր դարձնում ավելի։ Համեմունքների հետ կապված նոր գիտելիքներ ձեռք բերել եք, օրինակ մսի հետ որ համեմունքը կարելի է որպես բացահայտում օգտագործել։ Որպես այդպեսին չի ասի, թե բացահայտումներ հատուկ խոհանոցում անհրաժեշտ են, դա պետք է իմանաս որոշակի բազա գիտելիքներ, ասենք մսի հետ համադրվող, ասենք ինչ համեմունքներ են, բայց դա էլ ըստ քիմքին, որովհետև տարբեր մարդիկ տարբեր կերպ են էլի պատրաստում, այդպես հատուկ կանոններ չկան։ Ուսումնասիրել եք այլ երկրների խոհանոցներ։ Այո, եվրոպական խոհանոցներ ենք ուսումնասիրել, ավելի բազմազան, ավելի հետաքրքիր, բայց դե իմ լսարանը կոնկրետ շատ է սիրում հայկական խոհանոցը, երբ որ ես փորձում էի, ասենք ծիրանը ռոկֆոր պանիրով ջեռոցում այդպես ինչ որ հետաքրքիր նորություններ, ես հասկացա, որ իմ լսարանը դա չի սիրում։ Դրա համար հիմնականը սկսեցի պատրաստել առօրյայում ավելի շատ օգտագործվող, որ ասենք ինչ եփելու հարցը լուծենք։ Արտասահմանյան խոհանոցներից կա որևէ մեկը, որը ձեզ դուր է գալիս։ Այդպես հատուկ, որ ասեմ հստակ ինչ որ մեկին սիրում եմ բոլորին, եթե հետաքրքիր իմ համար շատ կարևոր է հետաքրքիր մատուցումը։ Երբ որ հետաքրքիր մատուցում է լինում, հետևում եմ։ Բայց այդպես որպես շատ հեղինակային պրոֆեսիոնալ, որ ասեմ, չէ։ Մենք Հայաստանում ունենք շատ հետաքրքիր շեֆ-խոհարարներ, իրանց մոտ, երբ որ ես սովորում էի, ինձ համար իրանք բացահայտումներ էին, իսկապես շատ հիմա շատ անուններ կան, որ միգուցե համեստորեն կադրում չեն երևում, բայց իմ համար իրանք վարպետներ են, այսպես ասեմ։ Միսը համեմելու ենք։ Ինչ որ կերպ, ինչով ենք համեմելու։ Հիմա չենք համեմելու, ընթացքում երբ որ բոլոր բաղադրիչները կխառնեմ իրար, այդ վերջում արդեն կհամեմենք։ Դա նույնպես ուսումնառության ընթացքում եք հասկացել, որ այդպես է ճիշտ, թե դա ձեր նախընտրությունն է։ Ընդհանրապես համեմում ենք եւ սկզբից եւ վերջում, որպեսզի ավելի ինքը համային այդ գաման ցայտուն արտահայտվի։ Կարող ենք նաև վերջում անել, որ ինքը եփելու ընթացքում մեկ է ցնդում է, համերը խառնվում են ճիշտ է, բայց մի փոքր, որ ասում եմ ֆիշկա է տալիս ուտեստին, կարելի է վերջում նորից մի փոքր ավելացնել։ Երբ որ ունենաք ձեր սեփական ռեստորանը կամ սրճարանը, որը կլինի ըստ ձեզ ձեր ֆիրմային ուտեստը։ Մտածում եմ ինչ որ խմորեղեններից հետաքրքիր, անգամ իմ մտահղացմամբ այնպես եմ ուզում անել, որ մայրիկները երբ որ գան, դա կլինի հաստատ ընտանեկան, շեշտը կդրվի այն մասով, որ երեխաները զբաղմունք ունենան, այսինքն ես ուզում եմ, որ մայրիկը գա, բացի այն, որ սնվեն,
Նաև իրենց երեխաները իրենց ձեռքով պատրաստեն եւ իրենց պատրաստածը ուտեն։ Կարծում եմ, այդպես ավելի անգամ չուտող երեխան, եթե դա լինի նաև մանկական ինչ որ հետաքրքիր մատուցմամբ, հաստատ իրանք ավելի հավեսով կուտեն։ Լավ, մենք նոր գործողություն ունենալու ենք այս պահին, թե Այս պահին դեռ ոչ։ Կտրատելու ենք պղպեղը, Կտրատելու ենք պղպեղը, կտրատելու եմ նաև կարտոֆիլը, որը կպատրաստեմ ճարպաջեռոցում, կարելի է նաև ինքը բուսայուղով տապակել, բայց ես նախընտրում եմ ճարպաջեռոցում եւ արդեն մեկ էլ թթու վարունգը պետք է կտրատենք։ որևէ համեմունք լինելու է կարտոֆիլի վրա, թե ոչ։ Կարտոֆիլը բուսայուղով կցողեմ, աղ, սև պղպեղ։ Լավ, մենք սպասենք արդեն նոր գործողությունների լուսաբանմանը, վերադառնանք արդեն այդ ժամանակ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Հիմա ես էլ եմ ուզում համով ուտեմ, ես էլ եմ չուտող։ Իմ համար էլ մի բան տվեք, որ ես էլ սարքեմ համով ուտեմ։ Երբ որ աղջիկս փոքր էր, այսի կարելի էր պատմել, չէ՞։ Դե պատմեք։ Ուրեմն աղջիկաս ընկերուհիները միշտ ասում էին, ինչ հավես է քո մաման պատրաստում, ինչ հավես է, ու իմ աղջիկա համար, երբ որ փոքր էր, ասենք փլավը մատուցում էի վագրի տեսքով կամ առյուծի տեսքով ու ինքը շատ հավեսով դա ուտում էր, ասենք անգամ սովորական ձվածեղը կարելի հետաքրքիր մտածում ծաղիկի տեսքով, անգամ պաղպաղակի տեսքով հացը կտրատում ես դժվարություն չի լինում եւ ժամանակ չի խլում, մեր մայրիկները ուղղակի պետք է դա տեսնեն, ինչ որ մի տեղից վերցնեն ու օգտագործեն ու կարծում եմ դա շատ է օգնում, իմ աղջիկը ահա որ չուտող բալիկա, բայց նման օրինակները իրան օգնում են։ Չեք տալու մի բան, որ ես էլ պատրաստեմ։ Ձեզ, հենց այս պահին։ Իշտ։ Լավ, միսը չվարվի կարևորը, թե չէ մնացածը մի կերպ կլուծենք։ Չի վարվի։ Կարծես թե միսը պատրաստ է արդեն, չէ՞ Հեղինե։ Այո, մի 5 րոպե էլ եւ արդեն ամբողջությամբ պատրաստ կլինի։ Այդ ընթացքում կտրատենք սոխը։ Ես նկատել եմ, որ ուտեստները, երբ որ ցանկանում ենք տանը պատրաստել, ենթադրենք որևէ ուտեստ, որը համտեսել ենք ռեստորանում, Այո։ տանը պատրաստելու ընթացքում ինչ որ բան այն չի ստացվում։ Ինչով է դա պայմանավորված, որովհետև կան գաղտնի ինչ որ մթերքներ, որոնք օգտագործվում են, թե այլ տեղ է թաքնված գաղտնիքը։ Չէ, գաղտնիք չկա, առհասարակ ռեստորաններում անգամ գազօջախները, քանի որ այնտեղ տեխնիկան պրոֆեսիոնալ է, կրակից շատ մեծ բան է կախված։ Ուտեստը այդ նույն ուտեստը դու կարող ես տանը պատրաստել եւ նույն համը չստանալ, եւ ռեստորաններում չափազանց համեմունքների վրա չեն հիմնվում։ Կարող է աղ եւ սև պղպեղ ընդհանրեն օգտագործեն եւ այդ ուտեստը շատ համով լինի։ Մի բան եմ ուզում ասել, ես կտրատելու մեջ նաեւ օրինակ նկատել եմ անգամ ֆուդ բլոգեր ընկերների մոտ, որ խոշոր կամ մանր տարբեր չափսերի են կտրատում։ Այստեղ կա մի փոքր գաղտնիք, մենք համաչափ կտրատում ենք, որպեսզի հասցնի մթերքը համաչափ եփվի, դա շատ կարևոր է։ Դրա համար հնարավորինս չափ մթերքները պետք է կտրատել, եթե տապակում ենք համաչափ։ Նույնը եփելու ընթացքում, որ բոլորը հասցնեն միաժամանակ եփվել։ Մի հումորային իհարկե տեսանյութեր ինձ հանդիպել, որտեղ ասում են, որ սոխը տարբեր կերպով կտրատելիս ունենում է տարբեր համեր։ Ես էլ եմ լսել։ Օղակներով կտրատելիս այլ համ է, կիսալուսնաձև այլ համ է եւ խորանարդաձև այլ համ է։ Դա ես էլ եմ լսել, բայց չեմ ասել ինչ որ բան, չեմ փորձել։ Միգուցե եւ այդպես լինի։ Ամեն դեպքում կարծում եմ, որ կլինի ճիշտ։ Կանաչիների դեպքում վստահաբար կա, չէ՞ այդպիսի տարբերություն։ Այո։ Մթերքներ կան, որ շատ մանր պետք չի կտրատել եւ առհասարակ ամեն ուտեստ իր թելադրող կանաչիներն ունի եւ կտրատման ձևը։ Տեղեր կա, որ մանր է պետք կտրատել, տեղեր էլ կա, որ պետք է խոշոր կտրատել։ Հասկացա։ Մենք հիմա պետք է սոխը տեղափոխենք նույն տապակի մեջ, որտեղ որ տապակվում էր միսը։ Այո։ Դա անում ենք նրա համար, որպեսզի մսի համը փոխանցվի սոխին։ Այո։ Ավելի համեղ է ստացվում այդպես։ Ձեզ կարելի է համարել նաև պրոֆեսիոնալ խոհարար, չէ՞։ Այո, որպես այդպիսին կրթությունս պրոֆեսիոնալ խոհարար է, այո։ Որպես պրոֆեսիոնալ խոհարար, մեկ ուտեստի պատրաստման համար ենթադրենք կերուսուսի, որքան ժամանակ է հատկացվում։ Ընդհանրապես ինձ թվում է 40 րոպեն բավարար է։ Իսկ 40 րոպեն շատ չէ ռեստորանում հյուրին սպասեցնելու համար։ Ռեստորաններում սկսենք այնտեղից, որ ռեստորաններում հենց այդ պահին չեն անում։
այսպես ասած նախնական պատրաստում են մթերքները, զակատովկա ասածը, դրա համար այնտեղ օրինակ շատ մթերքներ սառեցված են լինում եւ այդ պահին իրանք ուղակի տաքացնում են ու մատուցում, բայց դե կան նախաճաշերը այդպես չեն անում, նայած մթերք, եթե երկար պատրաստող մթերք է, համոզված եղեք, որ դա նախապատրաստում անցած մթերք է, հենց այդ պահին իրանք ուզենել չեն հասցնի։ Սառեցվածի դեպքում համային որոշակի բաց թողումներ չեն լինում։ Դե սառեցվածը հատուկ սառեցման ջերմաստիճաններ կան, որ կարծում եմ պետք է պահպանեն։ Նման դեպքերում չի խախտվի ոչինչ։ Վերջ, մենք այլ նոր գործողություն այս պահի դրությամբ չունենք։ Այս պահին չունենք, հիմա քիչ հետո սա երբ որ տապակեմ, կկտրատեմ կարտոֆիլը, թթուվարունգը եւ արդեն կանցնենք հիմնական ուտեստի պատրաստմանը, վերջնական փուլին։ Ես նաև սպասում եմ, թե ինչպես եք մատուցելու, որովհետև դուք անդադար նշում եք, որ շատ կարևոր է մատուցումը։ Ես անհամբեր սպասում եմ այդ ընթացքին, իսկ այս պահին մենք երևի թե դադարեցնենք մեր նկարահանումները, վերադառնանք արդեն մի փոքր ուշ նոր գործողություն լուսաբանելիս։ Լավ։ Հիմա դուք չեք համեմում, որովհետև միշտ չեք համեմել, թե կրթությունից հետո որոշեցիք, որ ճիշտ ձևը սա է։ Նայեք, եթե համեմում ես, աղը խանգարում է իրան տապակման ընթացքին։ Մինչև սովորելը դա գիտեիք, թե սովորելուց հետո եք դա իմացել։ Սովորելուց հետո։ Մինչև այդ ուրիշ կերպով էիք անում։ Հասկացա։ Շարունակում ենք պատրաստել համտեսիր եւ լրիրը, նույն ինքը կերուսուսը։ Ինչ ենք անում։ Լավ ասեցիք համտ։ Հիմա ավելացնում եմ տոմատի մածուկ։ 2 ճաշի գթալ։ Ահա։ Հեղինե, քանի որ դուք արդեն պրոֆեսիոնալ խոհարարի կոչում ունեք եւ վստահ եմ շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են սովորել խոհարարություն, չկա ձեզ մոտ այն ցանկությունը, որ մարդկանց փոխանցեք ձեր փորձը եւ ունենաք նաեւ խոհարարական դպրոց կամ անհատական պարապմունքների ընդհանրենք։ Անհատական չեմ մտածել, ավելի շատ կենտրոնացել եմ այն գաղափարի վրա, որ ռեստորան կամ սրճարան, բայց իմ բաղադրատոմսերում ես շատ մանրակրկիտ եմ տալիս բաղադրատոմսը, անգամ շատ են անձնական գրում, ես իրանց հետ հավասար պատրաստում եմ, թխում եմ, ամեն ինչը շատ կփաստեն իմ հետևորդները, որ իրոք այդպես է։ Չստացվող բաղադրատոմսեր ես հաստատ չեմ տեղադրում եւ իրանք շատ գոհ են։ Բայց ամեն դեպքում տեխնիկա գոյություն ունի, ենթադրենք դանակին ճիշտ տիրապետելու, մթերքի հետ վարվելու, դա վստահաբար հնարավոր չէ փոխանցել մարդկանց առանց պրակտիկայի։ Յուրահատուկ է, որտեղ ամեն մեկին հարմար է ձեռքը, մեզ սովորեցրել են ոնց պահել ճիշտ, բայց դա էլի անհատական ամեն մեկին ճիշտ է, պետք է ճիշտ պահել, ահա ցույց տամ։ Ահա։ Սա այսպես, սա հենց ինքը շեֆ դանակ է կոչվում, խոհանոցում ունիվերսալ դանակ է։ Եվ պետք է այս շարժումով կտրենք ձեռքերը այսպես անել, որպեսզի չվնասել, բայց դե մարդկա այսպես է բռնում, մարդկա բութմատով է դնում, դա արդեն սովորության հարցել է, բայց եթե դու ունենում ես կրթություն, օրինակ ես 5 ամիս մենակ այսպես կտրատել եմ եւ ինձ մոտ դա արդեն ձևավորվել է որպես սովորություն ու հաստատ չեմ փոխել։ Խոսեցիք նաև թխուկների մասին, արդյոք այսօր մեզ համար չեք պատրաստել որևէ բան, նախորոք իհարկե, որ կհյուրասիրեք։ Պատրաստել եմ, կհյուրասիրեմ, կտեսնեք, կհամտեսեք, կասեք համեղ է թե ոչ։ Լավ։ Ինչ ենք անում, սպասում ենք, թե ավելացնում ենք։ Հիմա ավելացնում ենք բուլղարական պղպեղը։ Մի քիչ խառնում ենք։ Այո։ Որպեսզի ուտեստները դառնան շատ ավելի ձերը, չկան որոշակի, ինչպես դուք ասացիք, ֆիշկաներ, որտեղ կարելի է ավելացնել ինչ-որ մի նոր բաղադրիչ ու այն դառնա հենց հեղինեինը։ Ենթադրենք այս ամենի վրա ավելացնել ուրց։ Այո, խոհանոցը հենց այդպիսին է, ճիշտ նկատեցիք, որ ցանկացած ուտես մի փոքր, անգամ սոուսների մեջ մեկ բաղադրիչ ավելացնելով ինքը մեկ այլ անվանում է ստացվում, հիմնականը բազան է։ Ձեր ասած ուրցը կարող ենք ավելացնել, այո, եւ դառնա մեկ այլ ուտեստ։ Բայց լինի դա ձերը, որ միայն դուք եք այդպես պատրաստում։ Չէ, այդպես չեմ փորձել, բայց կարելի է փորձել։ Նոր գործողություն, ինչ ենք անում։ Նոր գործողություններից հիմա մի փոքր, եթե ունենում ենք արգանակ, ավելացնում ենք արգանակ, եթե ոչ սովորական ջուր։ Այս էտապում կավելացնենք նաև մի քիչ տապակվի, բայց սպասենք, հետո ոլորն ենք ավելացնելու։ Հասկացա։ Նոր մասնագիտություն սովորելու ցանկություն չունեք։ Կարծում եմ ոչ։ Ոչ։
Լավ, քանի որ մենք չունենք նոր գործողություն, ես կխնդրեմ դադարեցնենք նկարահանումը, վերադառնանք մի փոքր ուշ։ Լավ։ Շնորհակալություն։ Հիմա դանակը ճիշտ բռնելու ձևը ո՞րն է ի վերջո։ Սա է։ Եթե օրինակ մատը դնում են վրան, սխալ է դառնում։ Ինչու։ Որովհետև հարմար դու ծանրություն չես տալիս իրան, այսինքն նայեք, շեֆ դանակը նախ ինքը որ պահում է, sense պետքա ճոճվի, չէ՞։ Նայեք իր դանակներ կան, որ պոչը ծանր է, դա սխալ է։ Ինքը ճիշտ դանակը, դա շատ պրոֆեսիոնալ սա չի։ Ամեն դեպքում մեր շեֆերը այդպես են բացատրել, նախ դանակը չի կարելի լվանալ տաք ջրով եւ ընդհանրապես չի կարելի դա շատ էին մեր վրա բարկանում անգամ, երբ որ թողնում ես լվացարանում, որովհետեւ պետք է ամենջապես օգտագործելուց հետո լվանաս եւ դնես տեղը։ Սա ուղղակի քո ձեռքը չի հոգնում, ամենաառաջինը սկսենք այդ տեղից։ Երկրորդն էլ մատերդ չես վնասում, էլի ինքը հեշտ է։ Հասկացա։ Եվ արագ է ավելի կատարվում գործողությունը։ Լավ, շնորհակալություն բացահայտման համար։ Ավելացնում ենք ջուրը, Ավելացնում ենք մի փոքր ջուր, բայց կարելի է այն փոխարինել նաև արգանակով։ այո, արգանակով ավելացնում ենք ոլորը։ Ես մի քիչ սա կթողնեմ, հետո եթե անհրաժեշտ լինի, նույնիսկ կավելացնեմ։ Եվ թթու վարունգը։ Իսկ վարունգը պետք է լիներ թթու, թե մարինացված։ Մարինացված ավելի շուտ։ Լավ։ Որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մարդը 0-ից դառնա պրոֆեսիոնալ խոհարար եւ արդյոք առանց պրակտիկայի կարելի է մարդուն համարել պրոֆեսիոնալ։ Կարծում եմ առանց պրակտիկայի չի կարելի համարել պրոֆեսիոնալ, իսկ պրոֆեսիոնալ շեֆերը իրենք միշտ սովորում են, միշտ վերապատրաստվում են, դրա համար իրանք բազում տարիներ են անցնում, դրա համար հստակ ժամանակ ասել, որտեղ միշտ ամեն տարի մի բան ստեղծվում է, մի հնարք, մի ինչ-որ նոր բաղադրիչ, դրա համար միշտ սովորել պետք է, միշտ։ Ինքդ քո վրա աշխատես։ Դուք ունեք ձեր հորինած ուտեստները։ Չէ, հորինած չունեմ։ Աղցանի հետ կապված Ավելի շուտ հորինած բաղադրատոմս չունեմ, բայց համացանցում կարող է տեսնեմ ինչ-որ մի բան, ասենք մատուցման, ինչ-որ մի, ասենք փլավը։ Ես դա փոխեմ մեկ այլ բաղադրատոմսերով եւ ուրիշ ձևավորեմ, այդպես եմ ավելի շատ անում։ աղցանի հետ կապված ինչ ենք անելու եւ ինչ ենք օգտագործելու։ Աղցանի համար, ուրեմն հավի միսը թել-թել ենք անելու պատառաքաղի կամ միքսերի օգնությամբ։ Դուք ո՞րն եք ավելի նախընտրում։ Պատառաքաղով եմ անում։ Պատառաքաղով։ Ինչու՞ միքսերով ավելի արագ չէ, հարիչով։ Չեմ փորձում, այդպես սովորություն է երևի, բայց կարող եք եւ հիմա անել։ Եկեք պրեմիերա անենք մեր եթերում։ Եկեք, հիմա բերեմ միքսերը։ Դե լավ, մենք սպասենք ինչ բերեք, հետո վերադառնանք ու ցուցադրենք։ Համեմում ենք կերուսուսը, մեզ անհրաժեշտ է կարմիր քաղցր պղպեղ։ Այո։ Ոչ շատ, ոչ քիչ։ Մեկ թեյի գթակ։ Միշտ աշխատում եք աչքաչափով, ինչպես ասում են, թե Այո, կոնկրետ վերջում գրամներով։ համտեսում եմ, եթե անհրաժեշտ է, ավելացնում եմ։ Ավելացրեցինք նաև սև պղպեղ։ Եվ աղ, բնականաբար։ Աղի սիրում եք։ Ոչ, Ոչ։ ոչ։ Հիմնականի իմ պատրաստածները աղը քիչ են։ Իսկ միսը երբ ենք ավելացնելու։ Միսը կարող ենք հիմա էլ ավելացնել։ Ու պետք է սպասել որքան։ 10 րոպե։ 10 րոպե, որպեսզի ընդամենը համերը խառնվեն իրար, չէ՞, Այո։ որովհետև մնացած բոլոր բաղադրիչները։ Այո, բոլորը Եվ եփվել են բռնում։ արդեն։ Այս այստեղ քիչ գործողություն մնաց։ Եվ անցնելու ենք աղցանի պատրաստմանը։ Քանի որ ինքը կերուսուս է, դա արվում է կծուի համար։ Մի փոքր էլ կծու պղպեղ ենք կտրատելու, դա վերջում։ Թարմ վիճակում որպեսզի Այո։ մնա։ Հասկացա։ Անցնելու ենք աղցանի պատրաստմանը, Հիմա փակենք թող ինքը մի քիչ էլ եփվի եւ վերջ։ որի համար մեզ անհրաժեշտ է հավի միս, թե հավի կրծքամիս։ Հավի կրծքամիս։ Հարում ենք։ Թել ենք անում, փորձենք թել-թել անել։ Երևի թե մի փոքր արագ եթե լինի, ավելի հեշտ կստացվի։ Ասեք, որ հարմար է այսպես։ Ավելի հարմար է, այո, ավելի արագ է։ Այնուհետև ինչ ենք անելու։
Այնուհետև ավելացնելու են քերած գազար, թթուվարունգ եւ եգիպտացորեն։ Համեմելու ենք մայոնեզ, սխտոր, աղ, սև պղպեղ։ Մենք ձեզ տրամադրում ենք Սլավադա ապրանքանիշի հրաշալի մայոնեզները, որոնք համադրվում են ցանկացած աղցանի հետ։ Վերջ, Վերջ։ ամեն բան պատրաստ է, կարող ենք հանդիպել արդեն սեղանի շուրջ։ Այո, Դե, ուրեմն կհանդիպենք սեղանի շուրջ։ բարի։ Ասեք, որ լավ էր այդ միքսերով Շատ։ տարբերակը։ Անտիր։ Չէ, տենց չի կարելի բայց անել մաթերը։ Ոսկոր էր։ Ոսկորը ավելի վատ կլիներ մնարտակը։ Ընդամենը 3 րոպե, չէ։ Հա, հիմա էլի կարտոֆիլներ մանրացնեմ։ Մի քիչ փնթի է ստացվում, Դե ոչինչ, բայց արագ է կարևորը։ բայց արագ է ստացվում։ Եղին է սեղանի շուրջ ենք, մեզ միացավ ձեր որդին, Արմենը, բարև ձեզ։ Եվ միանգամից տեսնում ենք շատ գեղեցիկ ձևավորված սեղան ու ձևավորված ուտեստներ։ Հատկապես աղցանի վրա դուք մոտավորապես մի 40 րոպե ծախսեցիք մինչև գեղեցիկ վարունգները շերտ առ շերտ դասավորեցիք, նաև մեզ համար պատրաստել եք բրուսկետա, կարմիր պղպեղով լցոնած ինչ-որ համեղ բան, որը չասացիք թե ինչ է, եւ գեղեցիկ պատրաստած կերուսուսը, որը մենք կարծես թե անվանում ենք համտեսիր եւ լրիր։ Ճիշտ է։ Այո, Որից սկսենք, որն է հոգեպես ավելի ազնիվ։ կերուսուսից։ Կերուսուսից, որին ավելացրեցիք նաև սխտոր։ Սխտոր, այո, սխտորը մոռացել ենք եւ դեռ զարդարում ենք նախընտրած կանաչիով, մաղադանոց կամ համեմ։ Լավ։ Կնշեք պղպեղի մեջ ինչ է։ Պղպեղի մեջ ֆետա պանիր եւ թթվասեր, սխտոր, ընկույզ, հետո ձիթայուղով ենք պատում, զարդարում ենք ընկույզով։ Բրուսկետան պատրաստված է պեստո Բրուսկետան կապրեզե աղցանն է, այո, պեստո սոուսը, մոցարելա պանիրն է, լոլիկը եւ բազիլիկի տերևներ ու բազամիկ կրեմը։ Սկսենք, համտեսենք։ Ինչից։ Կերուսուսից կառաջարկեմ։ Ամեն դեպքում կերուսոսից։ Թույլ տվեք ձեզ հյուրասիրել։ Իհարկե ձեր տանն ենք, բայց ես հյուրասիրեմ ձեզ։ Կարտոֆիլով թե առանց կարտոֆիլի։ Առանց կարտոֆիլի, Ինչու՞։ այսքան հերիք է, բայց Արմեն ձեզ նույնպես։ Ինչու առանց կարտոֆիլի միասին չենք վայելելու այդ ամենը։ միասին ենք ընդհանրապես կարտոֆիլը լցնում են իր վրան, այդպես են մատուցում, բայց այսօր այսպես որոշեցի ավելի գեղեցկացնել։ Շատ գեղեցիկ է ստացվել, ես վստահ եմ, որ համնել է շատ լավը լինելու, որովհետև բույրը խոստումնալից է։ Կարծում եմ, այո։ Անկեղծ կարծիքը կասեք ձեր։ Անպայման միանշանակ։ Մեզ բարի ախորժակ։ Այո։ Վստահ եմ, որ արժեր այսքան սպասել եւ հանուն արդարության պետք է ասեմ, որ պատրաստելը եւ ձևավորելը գրեթե նույն ժամանակահատվածում եղան, այսինքն իրար համահավասար էին։ Մեզ բարի ախորժակ։ Շնորհակալ։ Համտեսիր եւ լրիր կոչվում է ուտեստը։ Փորձ։ Ես լրում եմ։ Ստացված է, Այո։ որ լռում եք։ Այո, ես լրում եմ, այն իսկապես շատ համեղ է ստացվել եւ շատ հյութեղ։ Կարտոֆիլն էլ փորձեք միասին։ Շնորհակալություն Հեղինե։ Ես եմ շնորհակալ։ Մնացած բաները իհարկե համտեսելու ենք, բայց դրանց մասին կարծիքը կասեմ դրան մոտ։ Բարի։ Բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Շատ համով է ստացվել։ Ընտիր։ Ուրախ եմ։ Տիպիկ հայկական համեր են։ Այո։ Ասեք, որ ամեն դեպքում հայը սովոր է հայկական այդ համու հոտին։ Միանշանակ։ Ինչքան էլ ուրիշ տեղ սնվենք, այդ համու հոտը մենք առանձնահատուկ ենք սիրում։ Ես լիարժեք համաձայն եմ ձեզ հետ։ Հեղինե, շնորհակալություն խիստ հայկական ուտեստների, ինչպես նաև մի շարք գաղտնիքներ մեզ եւ մեզ դիտող մարդկանց համար բացահայտելու համար։ Ես վստահ եմ, որ մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն ձեր երազած վայրում։ Դա կլինի սրճարան թե ռեստորան, արդեն դուք կորոշեք։ Շնորհակալ եմ, նորեն համեցեք։ Շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Ստես։ Հետաքրքիր փորձառություններ ինձ համար, հուսամ տղաները իսկապես ամեն ինչ շատ հավանեցին։ Դեռ թերահավատ եք, որ հավանել ենք, թե չէ, այդքան ասեցինք, որ հա, լավ, նա Դե ուզեմ շատ գովակ։ շատ
Հեղինը սենց երբեք չէր եղել, լավա։ Շատ։ Լավա, ձեր սրտովա։ Կբացեք արդեն ռեստորանը։ Այո։ Խիստ մարդիկ, ովքեր շատ քննադատորեն են մոտենում ամեն ինչին, տալիս են իրենց դոբրոն։ Եղավ։ Նկատի կունենամ։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Նորույթ Մարանիկից։ Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.